Ամսի 3-ին, երբ որ ես իմ հայտարարությունը տարածեցի, այդտեղ էլ հստակ ասվում էր, որ շտաբելու խնդիր է եղել եւ շտաբողականություն է դրսեւորվել, կարելի էր այլ տարբերակների վրա աշխատել, մտածել, բայց արդեն եղած է, իմ քայլի հիմնական նպատակը որն էր։ Ես ունեի 3 ճանապարհ, իմ կարծիքով նաեւ գյումրեցիներին այսպես թե այնպես հետաքրքրում է, չնայած մի քանի անգամ փորձել ենք թե ես թե իմ խմբակցության անդամները մեկնաբանել են, այստեղ կար մի քանի տարբերակ, այսինքն ընտրում էինք կամ կոմունիստական կուսակցության տեխնազույն, ով որ առաջի տեղն էր ընդդիմադիրներից մեջ, հաջորդ տարբերակը այն էր, որ մենք գնում էինք արտահերթ ընտրությունների, արտահերթ ընտրությունների գնալու պարագայում հասկանալի էր, որ իշխանությունը իր պրավալները, այսպես ասեմ, հաշվի առնելով վերանայում էր լինելու ու բավականին լուրջ ցնցումների էր տանելու ու շատ փոքր էր շանսը, որ ընդդիմությունը նույնիսկ այդ հավաքական վիճակում կարողանար հաղթանակ տանել։ Մյուս տարբերակը իմն էր, որը նաև գնալու էր աթոռակռվի խնդիր, որ աթոռակռիվ է, այն Իրան է ուզում, այս Իրան է ուզում, Իրան է քաշում, եւ մյուս տարբերակը, որը որ ես առաջարկել էի, մյուս տեխնազուներից, ավելի քիչ ձայներ հավաքած երկու տեխնազուներից, մեկին տեխնազությունը քննարկենք, առաջ քաշենք եւ թե գործող քաղաքապետը, թե ես, որպես ազգային ժողովի պատգամավոր, երկար տարիների քաղաքապետ աշխատած մարդ, մենք մեր փորձով, մենք մեր հնարավորություններով, կապերով փորձեինք օգնել, ընտառաջել, ընդհանուր պատասխանատվություն վերցնենք բոլորս միասին ու քաղաքը առաջ տանենք։ Բայց քանի որ արդեն 3 ընդդիմադիր ուժեր եկել էին, այսպես ասեմ, հայտարարություն էին արել, որ պատրաստ են ձայները տալու ավելի շատ ձայն հավաքած տեխնազույն, այդտեղ արդեն իմ այս առաջարկությունները էլ իմաստ չկար շատ։ Բայց այս տարբերակները գոնե իրականության մեջ քննարկվում էին անգամ իշխանության կողմից, որովհետև քաղաք տեխնոլոգիաներ, որոնք հենց իշխանամետ են, առաջարկում էին տարբերակներ կամ քննարկում էին մամուլում տարբերակներ, երբ դուք լռում եք, այդ տարբերակները շատ բարձր քննարկվում էին ձեր տեխնացությունը կամ քաղաքացիական պայմանագիրն է նաև քվեարկելու այս դեպքում ձեզ այդ թեզը ամենաշատը քննարկվեց, որ ձեր եւ մյուս ընդդիմադիրների ընտրողները իրենց խաբված են զգացել եւ զգում եւ հաջորդ ընտրություններում եթե սպասվի արդեն ընդդիմությունը նվազած ձայներ է հավաքել։ Դուք այս ցուցանիշը տեսնում եք։ Ուրեմն հիմնականում իշխանական մանիպուլյացիաներ դա դրանով փորձել արեստական այսպես լարվածություն Գյումրիում վայ տեսեք ինչ եղավ։ Ես այդ ժամանակ էլ հստակ մեկնաբանություն տվել եմ, անկախ նրանից ես ոնց եմ վերաբերվում քաղաքապետին, ամբողջ ընթացքում մեզ հիշեցնել մեր ունեցած խնդիրները, մենք իրար հետ խնդիր ունենք, ուրեմն մենք մեր բոլոր խնդիրները, բոլոր պատմությունները, անցած ճանապարհը, ամեն ինչ հիշում ենք եւ ես ի տարբերություն գործող քաղաքական ուժի պետության, պետականության, քաղաքական հարցերը իմ անձնականի հետ չեմ խառնում եւ բոլորը գիտեն, որ իմ որոշումը դա բուն քաղաքական որոշում էր եւ ես իմ անձնականը չխառնեցի քաղաքականին։ Իմ անձնական խնդիրն է, ովքեր որ անձնական խնդիրներ ունեն եւ ունեցել են Վարդան Ղուկասյանի հետ, ոչ մեկի ձեռքից այդ իրենց խնդիրները, թշնամությունը, խնդիրները, հարցեր, պատասխաններ եթե ունեն Վարդան Ղուկասյանի հետ, ոչ մեկ իրանց ձեռից այդ իրավունքը չի վերցրել, այսինքն ովքեր հարցեր ունեն այդ մարդկանց հետ, կարող են իրենց հարցերը այդ մարդկանց հետ բարձել եւ այդ հարցերը չի կարող կապ ունենալ քաղաքականության հետ եւ այս քաղաքական թեմաների հետ, ինչպես նաեւ մենք մեր անձնական հարցերը քաղաքականության հետ չենք կապել, քանի որ այստեղ պետության, պետականության խնդիր է